Պարոն Պետրոսյանը մի դեպք ներկայացրեց վարչական ռեսուրսի, այսպես ասած, չարաշահման մասով, այլ դեպքեր, օրինակ ուղղորդել քվեարկության գնալ քվեարկել ինչ-որ ուժի հայտ եկել է, թե չի եկել։ Հանձնաժողովի նախագահ, որի նման տնային կալանքում է։ Երևի ես մոտիկացնում եմ։ Ունելով դպրոցի տնօրեն։ Այո, դա ամենա այսպես ասած բանն է, այդ արդեն երկրորդը։ Որպես կանոն ասեմ ձեզ, որ այդ ձևի դեպքերը ավելի ակնհայտ են, ակնառու են դառնում հենց քվեարկության օրը, երբ որ մեծ քանակությամբ դիտորդներ արդեն տեղում աշխատում են ու տեսնում են, էլի, ասենք տեխնացուների շտաբերը ինչպես են աշխատում, ինչ են անում եւ այլն։ Համար այդ հարցով խնդրում եմ սպասեք մեր վերջնական զեկույցին, որտեղ բոլոր դեպքերում այն օրինակները, որ մենք այսօր ասացինք, ավելի շուտ հանրային տիրույթում արդեն հայտնի օրինակներն են, դեպքերն են, որը կամ լրագրողներն են բարձրաձայնել կամ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, բայց մենք երբ որ մեծ դիտորդական առաքելությամբ, այսպես ասած, վայրեջ կատարենք Վաղարշապատ համայնքում եւ տեղում դիտարկենք գործընթացները, կկարողանանք ավելի մանրամասն ձեզ պատասխանել մեր հաջորդ ասուլիսի ընթացքում։ Այս փուլում հիմնական խախտումները վարչական ռեսուրսի կիրառումն են։ Դրանք են տեսնում։ Օրինակներ մամուլով մենք հանդիպել ենք, գիտեք, տեսել ենք, նաև տեխնացուներն են դրա մասին խոսել։ Իսկ այդ բոլոր օրինակները մենք հավաքագրում ենք եւ ինչպես պարոն Չարաբյանը նշեց, վերջնական զեկույցում բոլորի մասին անդրադառնալ ենք։ Այլ հարց։ Այս պահին Արագած համայնքում ասֆալտապատման շատ մեծ ծավալի աշխատանքներ են, որը մենք պետք է ճշտենք, արդյոք դա անցած տարի պլանավորված բյուջեով է արվում, այսինքն չգիտեին դեռ ընտրությունների լինելու թե հիմա հրատապ են անում, մենք կպարզենք, կասենք, բայց ակնհայտ է, որ շատ մեծ ծավալի աշխատանքներ է կատարվում, բայց քանի որ դեռևս չենք ուսումնասիրել բյուջեի մասին եւ ասեցի իրենց ծախսելիքները, դրա համար կսպասենք վերջում ամփոփաթերթով հստակ կներկայացնենք։ Ենթադրություններ ունենք, բայց մինչև հաստատված չլինեն չենք ասի։ Շատ լավ, այլ հարցեր, խնդրեմ։ Շաբաթներ առաջ քաղաքացիական պայմանագրի տեխնատու Ալբիշտի Նեխակյանի մասնակցությամբ հրապարակվեց նման երևույթ բարեգործության ֆոնի ներքո այդպես միջոցառում էր իրականացվել ու դա դրսևորվեց որպես կոռուպցիա։ Նախ եթե ունեք որևէ նոր մանրամասներ գործի հետ կապված ներկայացնեք եւ բացի դա այլ տեխնատուների կողմից նման դրսևորումներ գրանցվել է։ Ուրեմն, տեսեք, դեպքը, որի մասին դուք նշում եք, պարոն Պետրոսյանը իրականում արդեն հաղում կատարած է դեպքին, եթե չենք սխալվում, դա տեղի ունեցել Դողս գյուղական բնակավայրում, Խոյ համայնքի ներկա ղեկավարի պաշտոնակատար եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակում ներգրաված տեխնացու պարոն Յալոյանը կազմակերպել է մեծ ճաշկերույթ եւ նվերների հանձնում դրա հետ կապված նախ հաղորդում է եղել հանցագործության մասին եւ բացի դրանից որքան մենք տեղյակ ենք քրեական գործահարուցված սակայն քննչական կոմիտեից որևէ նորություն չկա հիմա քան որ մենք ընդունացած ենք ինչ-որ չափով հենց քվեարկության վրա չենք էլ հասցնում դրանով զբաղվենք բայց բնականաբար պետք է հետամուտ լինել որովհետեւ մեր եւ ընտրական օրենսդրությունը եւ քրեական օրենսդրությունը արգելում են այն գործողությունները, որոնք կարող են դիտարկվել որպես ընտրակաշարք։ Եվ բարեգործությունը, որը տեղի է ունենում ընտրությունների հայտարարելուց հետո տեխնացուների վստահված անձանց կողմից դիտարկվում է որպես ընտրակաշարք։ Ես հիշեցնեմ, որ Գյումրի ընտրությունների ժամանակ, եթե դուք հիշում եք, Մարտուն Գրիգորյանի ընտանիքի անդամները ձերբակալվեցին հենց նույն կարգի մեղադրանքով, որ իրանք խիճ էին փռել, թե ասֆալտ էին արել, դիտարկվել էր որպես ընտրակաշարք։ Ստեղ էլ արդեն քրեական գործը հարուցված է, ամեն դեպս փաստենք, որ քրեական գործը հարուցված է, բայց սպասենք դրա արդյունքներին, բայց բոլոր դեպքերում պետք է հետամուտ լինել, որպեսզի օրենքը հավասար կիրառվի բոլորի նկատմամբ։ Եթե իսկ սա ակնհայտ էր իմիջիալից, որ դա կարելի է հենց այդպես դիտարկել, որովհետև անողը հենց ընտրական ցուցակի ավականու տեխնացու է, ուստի բնականաբար նրա վրա տարածվում է բարեգործության արգելքը ընտրական շրջանում։ Մյուս դեպքը արդեն էլի պարոն Պետրոսյանը ասեց, որ քաղաքացիական պայմանագրի անդամ եւ ընտրական հանձնաժողովի նախագահ իր տանից իրականացնում էր բարեգործություն, դա եւս ոնց որ արձանագրվել էր լրագրողների կողմից, այստեղ եւս քրեական գործ կա հարուցված,
խափանման միջոց է կիրառված տնային կալանքի տեսքով, այսինքն մենք ունենք առնվազն 2 քրեական գործ այստեղ, որոնք ինչպես արդեն ասացի, պետք է դրանց հանգուցալուծման հետամուտնել, այլ տեխնացուների հետ կապված առնվազն քրեական գործերի մասին մենք չենք լսել, եւ հուսով ենք, որ մինչեւ ընտրությունները ոչ մի այդպիսի քրեական օրը այդպիսի բան այլևս տեղի չունենա։ Եվ շատ կարևոր է մինչեւ ձեզ ասեմ, նաեւ այդ քրեական գործերը օգտակար են իմաստով, որ մեր քաղաքական ուժերը սկսեն այնուամենայնիվ գիտակցել, որ բարեգործությունը չպետք է օգտագործվի որպես ընտրակաշառք։ Բարեգործությունը պետք է արվի որպես բարեգործություն, իսկապես բարի գործելու կանխատրամադրվածությամբ, ոչ թե մարդկանց ձայնը, մեղմ ասած նյութական բարիքի դիմաց առնելու, որը ըստ էության չարիք է, ոչ թե բարեգործություն։ Լավ, այլ հարցեր խնդրեմ։ Թեժից այսօր ներկայացրեցիք, բայց ամեն դեպքում քաղաքացիներից ահազանգեր ստացել եք։ Քաղաքացիներից ստացել ենք որոշակի քաղաքացիներից, ահազանգ չասեմ, բայց որոշակի մտահոգություններ ստացել ենք, բարբերաբար զանգեր ստացել ենք քաղաքացիներից, բայց շատ դեպքերում նաև դասկնեմ, որ քաղաքացիներն էլ չեն տիրապետում, թե արդյոք դա խախտում է, զանգում ուղղակի հարցնում են, սա խախտում է եւ արդեն մեր խումբ օպերատիվ ժամանում է տեղում, հասկանալու է խախտում է թե ոչ։ Որոնք խախտում են, բնականաբար տեղ կգտնեն, որոնք չէ, դուրս կմտնան զեկուցից, արդեն դա բարձրակարգի զեկույցը գրել։ Մի լիացիչ խախտման մասին ասենք, որի մասին մենք տեղեկացանք տառացիորեն մեր ասուլիսից մի քանի րոպե առաջ։ Դուք գիտեք, որ մեր ընտրական օրենսդրությունը նաև արգելում է ընտրություններից անմիջապես առաջ անանուն այսպես կոչված սոցիոլոգիական հարցումների արդյունքներ հրապարակել, որովհետև սոցիոլոգիական հարցումների չվերիֆիկացված տվյալները որպես կանոն ընտրողներին ուղղորդելու միտում ունեն։ Մենք նախկինում դրան ականատես ենք եղել Գյումրիի ընտրություններում, երբ որ որոշ կայքեր, մասնապես Civic կայքը, հրապարակում էր սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, որոնք ըստ էության կանխորոշում էին քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակը Գյումրիում։ Հիմա նորից նույն Civic կայքը սկսել է հրապարակել էլի այդպիսի այսպես կոչված սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, որոնք էլի վերիֆիկացված չեն, որտեղ օրենսդրությունը հստակ բանջին է դնում, թե ով է դա իրականացրել, որտեղ է իրականացրել, ինչ ժամկետներում, ինչպիսի ընտրանք է եղել եւ այլն, բնականաբար այդ ինֆորմացիան չկա եւ այդ կարգի հրապարակումները որպես կանոն նպատակ ունեն ընտրողների մոտ ստեղծել որոշակի տպավորություն։ Սա մենք կուսումնասիրենք, որովհետև տառացիորեն մի քանի րոպե առաջ է հայտնվել, մենք պետք է տեսնենք դա համապատասխանում է օրենսդրության պահանջներին թե ոչ, բայց եթե դա չհամապատասխանի օրենսդրության պահանջներին, որտեղ օրենսդրությունը շատ հստակ է, սոցիոլոգիական հարցումների ինչպիսի արդյունքներ կարող են հրապարակվել, մենք դա եւս մեր վերջնական ամփոփման մեջ կզետեղենք։